Օգտատեր Ռոբերտ Բարսեղյանը Facebook-ի իր էջում գրել է. Իրանի վրա հարձակմանը 5 է պակաս։ Իրանը զգուշացրել է չմոտենալ իր օդային սահմաններին, հակառակ դեպքում հակաօդային պաշտպանության համակարգը կաշխատի։ Իրանական ռադարները սահմաններից անվտանգ հեռավորության վրա հայտնաբերել և նույնականացրել են ամերիկյան B-2 ռազմավարական ռմբակոծիչը։ Իրանի հակաօդային պաշտպանության ուժերը բերվել են լիարժեք մարտական վիճակի։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ իսրայելական հեռուստաընկերությունը կանխազգուշացրել էր Իրանի վրա երբևէ եղած ամենամեծ հարձակման մասին։ Իսրայելի 14 հեռուստաալիքը հեռարձակել էր մի տեսահոլովակ, որում խոսվում է երկրի Իրանի դեմ խոշոր ռազմական գործողության նախապատրաստության մասին։ Լրագրողների կարծիքով սպասվող հարձակումը կլինի ամենամեծը երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր։ Շուտով կսկսվի լայնածավալ հարձակում Իրանի վրա, որն աննախադեպ է լինելու երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր, ասել է հաղորդավարը հեռարձակման ժամանակ։ Հեռարձակման ընթացքում ցուցադրվել են նաև Իրանի տարածքում գտնվող օբյեկտներ, որոնց վրա ծրագրվում է հարձակվել։ Հաղորդավարները չեն նշել օպերացիայի ճշգրիտ ժամանակը, սակայն նշել են, որ դրա նախապատրաստական աշխատանքները վերջին փուլում են։ Հայտնի չէ օգտագործվելու են բացառապես իսրայելական զորքեր, թե կարող է ներգրավվել ԱՄՆ-ի օգնությունը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ ռմբակոծություններով, եթե Թեհրանը չհամաձայնի ստորագրել միջուկային ծրագրի և դրա զարգացման վերաբերյալ համաձայնագիրը։ Ամերիկացի առաջնորդի խոսքով ԱՄՆ-ն և Իրանը ներկայումս բանակցում են այս հարցի շուրջ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը նամակ է հղել Իրանի առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիին միջուկային գործարքի շուրջ բանակցություններ վարելու առաջարկով։ Նա նշել է, որ եթե Թեհրանը չհամաձայնի գործարքին, ԱՄՆ-ն կդիմի անհրաժեշտ միջոցների։ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը հայտարարել է, որ եթե Իրանը հրաժարվի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ վարչակազմի հետ բանակցություններից, ապա ԱՄՆ վարչակազմն իրեն իրավունք կվերապահի իրականացնել այլ տարբերակներ։ Ինչպես հայտնի է, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է քննարկել գործարքն Իրանի հետ։ Նախագահը հստակ հասկացրել է, որ եթե իրանական վարչակարգը չուզենա հասնել համաձայնության, ապա ԱՄՆ-ն կիրականացնի այլ տարբերակներ, որոնք շատ վատ հետևանքներ կունենան Իրանի համար, ասել է պետքարտուղարության խոսնակը։ Թեմի Բրյուսը նաև հավելել է, որ Թրամփի կարծիքով Իրանը երբեք չպետք է ունենա միջուկային զենք և ԱՄՆ-ն չի կարող դա թույլ տալ։ Իրանը իրավունք է վերապահում իրեն արագ ու դաժան հարվածով պատասխանել Իսլամական Հանրապետության դեմ Միացյալ Նահանգների կամ Իսրայելի հնարավոր հարձակմանը։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին ՄԱԿ Անվտանգության խորհրդին հասցեագրված նամակում։ Դիվանագետը նշել է, որ Իսլամական Հանրապետությունը շարունակում է հավատարիմ մնալ ռեգիոնում խաղաղության, կայունության և անվտանգության պահպանմանը և չի ձգտում իրավիճակի սրացմանը, սակայն նաև խստորեն նախազգուշացնում է, որ արագ ու դաժան պատասխան կտրվի ԱՄՆ-ի կամ նրա գործակից իսրայելական վարչակարգի Իրանի դեմ ցանկացած հարձակմանը։ Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ 2 շաբաթից Իրանի դեմ երկրորդային մաքսատուրքեր կսահմանի, եթե հնարավոր չեղավ իրանական միջուկային ծրագրի շուրջ որևէ բանակցային հաջողության հասնել։ Թրամփը նաև սպառնացել էր, որ եթե Իրանը ամբողջովին հրաժարվի բանակցություններից, ապա Իսլամական Հանրապետությանը դեռ չտեսնված ռմբակոծություններ են սպասվելու։ Իր հերթին Իրանի գերագույն կրոնապետ Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին հակադարձել էր Թրամփին, ասելով, որ չի հավատում ԱՄՆ ռազմական ինտերվենցիայի հնարավորությանը, սակայն և զգուշացրել էր, որ եթե Վաշինգտոնը Իրանում իրավիճակն ապակայունացնող քայլեր ձեռնարկի, խիստ պատասխան կստանա։ Պաշտպանության նախարարությունից հայտարարում են, որ Ադրբեջանի զինված ուժերը կրակ է բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, վնասվել է բնակելի տուն։ Ադրբեջանից էլ շարունակում են հնչել հայտարարություններ առ այն, որ Հայաստանն անպայման պետք է փոխի սահմանադրությունը։ Տեղի ունեցող զարգացումներն ինչպես է գնահատում հատկապես այն համատեքստում, որ կողմերը համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի տեքստը։ Իրականում որոշակի դադարից հետո, որը կարծում եմ պայմանավորված էր այս ընթացքում Նովրուզի տոներով և նաև միջազգային դերակատարների կողմից եկող ազդակներով,
Ադրբեջանական ագրեսիվ ապատեղեկատվական արշավում փոքրինչ դադար էր նկատվում, բայց երեկվանից սկսած կրկին ակտիվացել են ապատեղեկատվության տարածման գործում։ Ըստ էության, մեր պաշտպանության նախարարությունն էլ որոշել է այլևս չկոծկել այդ կրակոցները կամ առնվազն ինչ-որ չափով ներկայացնել իրադրությունը։ Առհասարակ ՊՆ-ն բավականին բարդ իրավիճակում է հայտնվել, որովհետև քաղաքական ղեկավարությունը փորձում է ստեղծել պատրանք, թե իբր Ադրբեջանի հետ խաղաղությունը մոտ է, բայց կան բավականին ծանր իրողություններ, որոնք հնարավոր չէ անտեսել։ Ինչ վերաբերում է պայմանագրի բովանդակության համաձայնեցմանը, ապա այդտեղ համաձայնեցման խնդիր ընդհանրապես չկա, որովհետև ադրբեջանական կողմի ներկայացրած պահանջները հայկական կողմն ընդունել է միակողմանիորեն, երևի հույսով, որ կարող են ինչ-որ թղթի ստորագրման հասնել, բայց դա չի եղել, որովհետև բազմիցս եմ նշել, որ Ադրբեջանն այս գործընթացում ստանում է մաքսիմալ արդյունք։ Ալիևը ոչ մի կերպ շահագրգռված չէ Հայաստանի հետ պայմանագրի ստորագրման թեկուզային պարզ պատճառով, որ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին զիջում է մեզ համար չափազանց կենսական խաղաքարտեր, որոնց մասին արդեն բազմիցս խոսել ենք։ Դրա հետ մեկտեղ ակնհայտ է, որ ոչ գրավոր, բայց բանավոր համաձայնություն են տվել Մինսկի խմբի լուծարմանը եւ սահմանադրության փոփոխության պահանջին։ Բայց Ադրբեջանը շատ ջանասիրաբար ապացուցում է իր զավթողական նպատակները Հայաստանի նկատմամբ ու եթե Փաշինյանը չի ուզում հաշվի առնել դա, Ադրբեջանն առանձնապես մեղավոր չէ այդ հարցում։ Ստացվում է, որ Ադրբեջանը խաղաղություն չի ուզում, իսկ խաղաղությունն Ադրբեջանի ինչին է պետք։ Ինչ ուզում, այն էլ ստանում է Նիկոլ Փաշինյանի իշխանության շնորհիվ։ Այսօր Ադրբեջանը փաստացի որևէ պատասխանատվության չի ենթարկվում Լեռնային Ղարաբաղում կատարած հանցագործությունների, հայատյացության քարոզի համար եւ այլն։ Այդ փաստարկները կարելի է ուղղել Ադրբեջանի դեմ եւ հենց դրանցով զսպել նրան, բայց այդ ամենը չի արվում։ Ճիշտ հակառակը իրականացվում է Ալիևի սրբագործման քաղաքականություն։ Հայաստանի Հանրապետության իշխանությունը մշտապես հայտարարել է, որ անկախ Ադրբեջանի սադրանքներից իրենք հստակ գնում են խաղաղություն հաստատելու ճանապարհով։ Ադրբեջանի իշխանությունը եւս իր քաղաքացիներին պատրաստում է խաղաղության նման հայտարարություններ անում է։ Ալիևի ամենավերջին ելույթներից մեկը, երբ նա 15 րոպեանոց ելույթում 11 անգամ հայ ժողովրդին կոչում է թշնամի, ու հենց այդ արևմտյան Ադրբեջան կեղծ կոնցեպտը վառ ապացույցն է այն բանի, որ Ադրբեջանը շահագրգռված չէ խաղաղության գնալու։ Այս մասին պարբերաբար խոսում են ու մի քանի մակարդակներով։ Բացի քարոզչական քաղաքական կոնտենտից, 44-օրյա պատերազմից հետո նաև ամբողջությամբ փոխվել են հանրակրթական դպրոցական դասագրքերը, որտեղ Հայաստանի ամբողջ տարածքը ներկայացվում է Ադրբեջանի պատմական տարածք։ Բացի այս, անցած տարվանից ավելի ինտենսիվ կերպով ձերբակալվել են այն բոլոր ակտիվիստները, որոնց թվում հայտնի Բահրուս Սահմադով կար, որը մեղադրվում է հենց լրտեսության եւ հայերին օգտին աշխատելու համար։ Ադրբեջանում ընդդիմադիրներին ասոցացնում են հայերի օգտին աշխատող մարդկանց հետ։ Ալիևը, ինչպես ասում են, մի գնդակով երկու նապաստակ է որսում, հայատյացության քարոզն է շարունակում, որն իր քաղաքական կարևոր հենարաններից մեկն է, համ էլ պայքարում է ընդդիմադիրների դեմ, նրանց պիտակավորելով որպես հայերի հետ համագործակցող լրտեսներ։ Սրա հետ մեկտեղ արգելում է խաղաղության, հաշտեցման, բարի դրացիության որևէ դիսկուրս։ Այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանը երկարաժամկետ առումով միայն զավթողական ծրագրեր է մշակում։ Ալիևը ներսում ավելի է խորացնում հայատյացության քարոզը եւ նոր ագրեսիայի հիմքեր է նախապատրաստում բազմաշերտ առումով եւ տեղեկատվական, եւ քաղաքական, եւ դիվանագիտական, եւ հանրակրթական դպրոցներից սկսած։ Սրա հետ մեկտեղ ձերբակալում է այն մարդկանց, որոնք խոսում են խաղաղության կամ բարի դրացիության մասին։ Վերջերս Ադրբեջանի գլխավոր դատախազությունը շատ ուշագրավ հայտարարություն տարածեց, ըստ որի իրենք նաև փորձելու են բերման ենթարկել երկրից դուրս գտնվող այն ակտիվիստներին, որոնք փաստացի խոսում են իշխանության դեմ։ Նրանցից ոմանք նաև նույն Ղարաբաղյան կամ այլ հարցերում փորձել են ավելի կառուցողական դիրքերից հանդես գալ։